Հովսեփյանները սեղան նստելիս թեթևացած են շունչ քաշում։ Արդեն տուն ունեն։ Ճիշտ է, ժպիտները լիաթոք չեն։ Բոլորը չէ, որ ներկա են ուրախությանım։ Ընտանիքը 2023 թվականին է բռնի տեղահանվել Արցախից։ Այնտեղից միայն կորստի մեծ ցավ են իրենց հետ Հայաստան բերել։ Նանարն անգամ ծննդավայրի կորուստը գիտակցելու ժամանակ չունեցավ։ Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ զոհվեցին Նանարի ամուսինն ու հորեղբայրը։ Ամսի 25-ին, երբ առավոտից արդեն որոշել էինք, որ պիտի դուրս գանք, այդ վառելիքի պատճառով դուրս չեկանք։ Հետո Ռուսլանը լսեց, որ գազալցակայանում բենզին են տալիս, իջավ ներքև, այդ 10-րդ դպրոցի մոտ տեղ չեղավ, հետո իջեցին ներքև այդ Հայկազովի բենզալցակայարանը։ Ինքն այդ ժամանակ աշխատավայրում էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Երբ բուժքույր Նանարը լսեց պայթյունի լուրը, մտքով անգամ չանցավ, որ ամուսինը Ռուսլանը կարող է այնտեղ լինել։ Երևի 10-12-րդ հիվանդը ընդունելուց, որ ասեցին Նանար հանգիստ տեղեր է, Ռուսլանը տեղ չի եղել, ավելի հետև ա եղել, ասեցի ոնց այդ նույն տեղն է, խի, ասեցին հա, արդեն տեղ էլ չկարողացա աշխատեմ։ Սկսեց ամուսնուն ու հորեղբորը փնտրել, չգտավ։ Ռուսլանի ընտանիքը Ստեփանակերտից դուրս եկավ սեպտեմբերի 27-ին, ծանր սրտով եւ հրաշքի հույսով։ 8 հոգով ավտոյի մեջ ենք եղել, ես, զգեսուր, զգեսրար, մամա, քույրիկ, մեկ էլ 3 երեխաները։ 38, հա։ Մի կերպ 38 ժամ ճանապարհ ենք եկել ենք հասել մինչև Գորիս, մինչև աղբերս եկել է արդեն մեզ դիմավորել անեղից։ Ողբերգական դեպքից մեկ ամիս հետո ԴՆԹ փորձաքննությունը հաստատեց նախնական տվյալները։ 44-օրյա պատերազմի ժամանակ նաև բարեկամ էր մահաց է զոհվել։ Այդ նոյեմբերի 3-ին մենք եռաբլուրում էինք, հենց այդ տարին ա եղել իրանց, 3-րդ տարին ա եղել։ Եռաբլուրում զանգել են, ասել հորեղբորս նոր որ չկա, ԴՆԹ-ով գտել ենք։ Այդ 5 րոպե անցել արդեն Ռուսլանին զանգեցին, ասեցին։ Կյանքի ու մահվան խաչմերուկում Նանարն ընտրեց կյանքը, հանուն Տաթևի, Տիգրանի ու Արևիկի, դառնալով հույսի լույս նաև Ռուսլանի ծնողների համար։ Կեսրարս, քանի որ արդեն տարիքով էին, երեխաներն էլ փոքր, ասեցի չէ, այսքան է, որ ասմավարձի փող ենք տալիս մեկա, պիտի մի բան անենք։ Քաղաքացիություն հենց ձեռք բերելուց հետո միանգամից տուն փնտրելով այս կողմ, այն կողմ, քանի որ Հայաստանում, Երևանում շատ թանկ էր տները, որոշեցինք մի քիչ ավելի մոտ լինենք, մի քիչ էժան լինի։ Այդ սերտիֆիկատը ձեռք բերելուց հետո արդեն մնացածն էլ հիպոթեկային վարկ ձևակերպեցի, տունը վերցրեցի։ Հովսեփյանների ընտանիքի համար 2025-ի դեկտեմբերի 21-ը օրացույցում հատուկ օր է, տնավորվելու օր։ Այս ճանապարհին Հովսեփյանները մենակ չէին։ Հայորդի բարեգործական հիմնադրամն ու ՖԱՍՎ հիմնադրամը հիմնադիր Ադամ Քաբլանյանի գլխավորությամբ կառուցելով հայրենի օջախներ ծրագրի շրջանակում ստանձնեցին ընտանիքի նոր տան կահավորումը։ Մի օր գնացել եմ աշխատանքից հետո տուն, զգեսրարս նայում է հեռուստացույցը, ասում է, գիտես, ասում է Գյումրիում մի հատ կնիկ, ասում է տուն ա առել, բայց մեջը ոչ մի բան չկա, դատարկ տուն է։ Ասում գիտես, մեզ ունենք, մեզ էլ չենք ունենալու։ Ու հաջորդ օրը, երբ արդեն լսեցինք, որ հայորդին ունի այդ օգնությունը, ասեցինք արանք մենք ձեզ օգնենք, ով տուն ա վերցնում։ Դիմեցինք հայորդին մեզ օգնեց, մեր սախտան կահավորումը, մեր որ ասում է սեղան, աթոռներ, երեխաների սենյակները։ Նանարն ասում է, փոքրիկ ուրախությունները մեղմացնում են մեծ ցավը։ Մեծ սրտով բարեկամները մխիթարում են ու ստիպում հավատալ։ Աշխարհում բոլոր գույները չէ, որ մոխրագույն են։ Пока.